Արտիստական առանձնասենյակի դռանը մոտենալ չի կարելի, երիտասարդ ոստիկանը հրահանգը կատարում է խստորեն, լեգենդար ջազ դիվայի հանգիստը ոչ ոք չի էլ փորձում խանգարել։ Կուլիսներում պետական ջազ նվագախմբի տղաների շեփորները լուռ են, շփումն էլ շշուկով է։ Մոտ կես դար Դիդի Բրիջուոթերը սպասել է հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը։ Կարմիր զգեստով փայլփլուն ակնոցով վարակիչ ժպիտով տիկնոջ հայտնվելը նախասրահում անակնկալ էր։ Հայկական լսարանը, Աստված իմ, սա իրականանում է։ Գիտեք որքան հեռվից եմ եկել այսօրվան։ Այդ օրվա համար ֆրանսիախոս աֆրոամերիկուհին հայերենի արագացված դաս է անցնում։ Յանով վերջացող անզգանվամբ մարդկանց բեմից պետք է հայերեն ողջունի։ Bari like Bari. Like Bari White. No, like Bari, Italy. Bari Yeriko. Yerevan, thank you so much. 1968-ին նա համերգային շրջագայությամբ եղավ Խորհրդային Միությունում։ Այդ ժամանակ էլ առաջին անգամ լսեց ԽՍՀՄ ջազային հանրապետության Հայաստանի մասին։ Հետո Ֆրանսիայում ապրելու տարիներին ծանոթացավ եւ նույն հեռուստանախագծում աշխատեց Շառլ Ազնավուրի հետ։ Ապա երբ Ռեյ Չարլզի հետ ձայնագրում էր դուետ ալբոմ, կիթառահարը Պատրիկ Մանուկյանն էր։ Հենց նրանից էլ Դիդին լսեց հայոց ցեղասպանության, հայերի հարուստ մշակույթի մասին ու ինքն իրեն խոստացավ մի օր անպայման լինել Հայաստանում։ Նրան մեծամիտ ու կամակոր աստղ չեն դարձնում ոչ 3 գրեմին, թատերական գործունեության համար Թոնի Ավորդը, ոչ էլ ֆրանսիական ու ամերիկյան պետական պատվո մրցանակներն ու շքանշանները, եւ ոչ էլ այն, որ Հենկոկը հենց Դիդի Բրիջուոթերին է անվանում ջազի թագուհի։ Ջազֆեստ 2016-ի հետլայների հետ Երևանում են վիրտուոզ ջազ երաժիշտներ, շեփորահար Թեո Քրոկերը հենց Դիդիի բացահայտումն է, ասում են երգչուհին կմահաճ է պրոֆեսիոնալ թիմի ընտրության հարցում, բայց տաղանդավոր Թեոին նա թույլ է տալիս գերազանցել իրեն։ Լեգենդի հետ աշխատելը գիտեք այնքան էլ հեշտ բան չէ, բայց ինձ համար Դիդին նախուսուցիչ է, իմ մաստերը։ Հայաստանի սահմանները աշխարհի ջազային քարտեզի վրա տարեց տարի ավելի է ընդգծվում։ Ջազֆեստի կազմակերպիչներն ասում են սովորաբար ազատության երաժշտության փառատոնի հյուրերը մեկ անգամյա այցով Հայաստանը չեն մոռանում։ Դա ուղի է, որը մենք պետք է անցնենք եւ վստահ եմ որոշ ժամանակ մի քանի տարի հետո այս փառատոնը կգրավի այն փառատոնների կողքին, որոնք այսօր աշխարհահռչակ են, ինչպես Մոնրոյի փառատոնը, ինչպես Վիեն քաղաքի փառատոնը։ Դիդի Բրիջուոթերի ամեն մի կատարումը սիրո խոստովանություններ մեր երկրին ու խոստում, որ այսքանով ամեն ինչ չի ավարտվում։ Հայ հանդիսատեսն էլ նրան հրաժեշտ է տալիս միայն բիսով։ Անի Հակոբյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։